70-ականներին գյումրեցիները ռոք էին լսում։ Հենց այդ տարիներին Երևանից քաղաք տեղափոխվեց արմատներով երևանցի, հոգով գյումրեցի ջագը, նույն ինքը Գագիկ Բարսեղյանը։ Հայկական ֆոլք ռոքի կամ ինչպես ինքն է ասում գուսանական ռոքի հիմնադիրը սիրահարվեց քաղաքին ու հենց այստեղ ստեղծեց Բամբիռ ռոք խումբը։ Արվեստի տուն կար, տեղ էինք հավաքվում, այն ժամանակ ուրիշ խմբով էինք նվագում, մենք անգին քարեր էր կոչվում խումբը։ Հետո ես որոշեցի, որ առանձնանամ, էլի, առանձին խումբ ստեղծեմ։ Տենց տրիոյով սկսեցինք ջութակ ֆլեյտա ու ակուստիկ գիտար։ Ու սկսեց այդ թափ առնել, մարդիկ եկան ու եկան գնացին, եկան, որ 60-ից շատ մարդիկ են նվագել էլի Բամբիռում այսքան տարիների ընթացքում։